Համառոտ անդրադառնամ այսօրվա քիչ առաջ տեղի ունեցած իրադարձության մասին։ Արագ ես մոտեցա ընտրատեղամասը 6-18 ընտրատեղամաս, որտեղ արդեն հայտնել էին անձի կողմից փորձ է արվել կրկնակի ընտրություններին մասնակցելու եւ սարքը ինչ արձանագրվել էր, հայտնաբերել էին վստահորդները, ոստիկաններին կանչել են արձանագրել եւ քրեական վարույթ են իմ կարծիքով նախաձեռնելու, որովհետեւ այդպես ասեցին, ոստիկանության ներկայացուցիչները ասեցին արձանագրում ենք, ուղարկենք քննչական մարմիններին։ Դա այդ մի միջադեպը, դրանից հետո տեղի ունեցավ երկրորդ միջադեպը, երբ ես ականատես եղա անմիջականորեն մի իրադարձությանը, երբ որ ընտրող անձը քաղաքացին մոտեցել էր տեղամաս ընտրությանը մասնակցելու համար, նմուշը մատնահետքի տվել էր, այնուհետև անցել էր այդ բոլոր գործողությունները, հասել էր նրան, երբ որ պետք է տրամադրեին քվեաթերթիկները։ Քվեաթերթիկները տրամադրող անձը ամբողջությամբ 1-ից 19 թե 18 թիվը ընտրաթերթիկները հավաքեցին եւ դրեցին ծրարի վրա։ Ծրարի վրա դնելուց հետո, որ պետքա փոխանցեին անձին, դեռ չփոխանցած, ուժեղ Հայաստան վստահված անձը մոտեցավ եւ խնդրեց, որ ծրարը ներկայացնեն, թե ստուգեն ինչ քվեաթերթիկներ այնտեղ դրված։ Շատ վրդոված պատասխանեց, թույլ չտվեց, իհարկե վիրավորական խոսքերով ասեց, մենք իրեն հանդարտեցրեցինք որոշակի չափով, այնուհետև երբ որ քվեաթերթիկները ստուգվեց, հենց բոլորի ներկայությամբ, այնտեղ չկար երրորդ համարը, այնտեղ կար 4 թե 3 հատ 16 համարը, 7 համարը, 6 համարը, մի քանի հատ։ Այսպես համալրել էին երրորդ համարի բացակայությամբ բոլոր քվեաթերթիկները բացի դրանից։ Այդ դիտողությանը զուգահեռ վրդովմունքներ եղավ, որ ինչի եք այդպես անում, սա արդեն երկրորդ դեպքն է, ես ձեզ զգուշացրեցի, որ բոլոր ծրարների վրա քվեաթերթիկները լինեն 1-ից մինչև 19 թիվը, այլ ոչ թե 1-ից կրկնվեն եւ մեկը պակասի, մյուսը ավել լինի, որի վերաբերյալ տեղի ունեցավ բարձր ձայներով կարելի ասել վիճաբանություն, կանչվեցին ոստիկանության մարմինները եւ դրա մասին արձանագրվեց նաեւ հանձնաժողովի նախագահի կողմից Մհաթուր Մատյանում, իմ կողմից ներկայացվելուց հետո հիմա տվյալ պահին ոստիկանների ներկայությամբ կատարում են որոշակի գործողություններ 6-18 ընտրատեղամասում։ Այսօրվա միջադեպերը այսքան են։ Իսկ այն միջադեպը, որը վարչական շրջանի վարորդով էր պայմանավորված, փաստորեն ինքը վստահված անձ է եղել նաև ԿՊ-ի։ Դուք պատահական եք համարում, որ ինքը կրկնակի քվեարկության փորձ է արել, իբրև չիմանալով, թե ամեն դեպքում փորձել է ընտրախախտում սղացնել։ Ես որակում կներեք չեմ տա, ամեն դեպքում ես ուղղակի ասում եմ, մենք չգիտեինք նույնիսկ նա ով էր։ Հետո հայտնի դարձավ, որ նա ով է, ում շոֆերն է եւ ինչ գործողություն է արել։ Եթե անձը մեկ անգամ ընտրում է, երկրորդ անգամ նա չի կարող սխալմամբ մոտենալ ընտրատեղամաս եւ սխալմամբ ընտրել։ Դա արդեն կարծում եմ գիտակցված քայլեր են որոշակի նկատառումներից ելնելով, բայց ես որակումներ չեմ տա, դրա մասին ոստիկանության մարմինները եւ քննչական մարմինները գնահատական կտան։ Պարոն Մայիլյան, իսկ ուղղորդման դեպքեր արձանագրել ենք, օրինակ մենք տեսնում ենք, որ այստեղ մեքենաներ կան, որևէ նման դեպք։ Ես դրան այսպես պատասխանեմ, անուղղակի ձևով այո արձանագրվել են որոշ տեղամասերում, որտեղ տեղադրված են նյութերը ունեմ իմ մոտ, կարող եմ տրամադրել, մեքենաների վրա փակցված էր նաև կուսակցության նշանները, չեմ ասի որ կուսակցության, գովազ չլինի, եւ հենց մեքենայի վրա մեքենան տեղադրված է եղել այն մոտակայքում, հենց ընտրատեղամասում, ոնց որ քիչ առաջ, հիմա տեսեք, այնտեղ ոստիկանության աշխատակիցը փորձում է կարգի հրավիրել։ Այսպեսի միջադեպերը անմիջականորեն այո կան,
բազմաթիվ են, բազմաթիվ նշում եմ տասնյակից ավել, որոնցից մի քանիսին, մի 4-5-ին արձագանքել ենք եւ փորձել ենք կանխարգելիչ գործողություններ անել, մոտեցել ենք, խնդրել ենք, որ տեղափոխեն, խնդրել ենք, որ անձանց չուղղորդեն, եղել են գլխարկներով այդ կուսակցության անդամներին, որոնք բղավելով ասել են, որ դուք մենք ուժեղ ենք եւ նշաններ են ցույց տվել, որ սենց ընտրեք այս մեկին, ընտրեք այն մեկին, այո, եթե դա կարելի է համարել ուղղորդումներ, ապա այդպիսիք եղել են եւ բազմաթիվ։ Պարոն Մալյանի, մենք նաև ուշ մոտեցանք, բացի այդ կրկնակի քվեարկության դեպքից այլ ինչ խախտումներ էին արձանագրվել, եղել են էլի կրկնակի քվեարկության դեպքեր։ Քիչ առաջ ես ասեցի, որ կրկնակի քվեարկության դեպքի մասով չեմ կարող ասել, սա առաջինն էր այստեղ, այս ընտրաբասում, բայց կային քվեաթերթիկների հետ կապված որոշակի ոչ կոմպետենտ եւ պատշաճ անձի կողմից մոտեցումներ, որոնք տրամադրելուց քվեաթերթիկները պակասում էր կոնկրետ երրորդ համարը, այլ ավելացված էր այնտեղ 16 համարը, 7 համարը, 6 համարը, բացի երրորդ համարից։ Եվ մեր վստահորդի կողմից, ուժեղ Հայաստան կուսակցության վստահորդի կողմից ստուգելու համար դեռ չէր փոխանցի անձին, որ արդեն պետք է վերցներ, շատ վրդովված պատասխանեց եւ թույլ չտվեց, որ ստուգենք։ Իսկ ստուգելու արդյունքում հանձնաժողովի նախագահի ներկայությամբ հայտնվեց, որ պարզ դարձավ, որ այո, երրորդ համարը չկար, 16-ից 4 հատ էր, այն մյուսից 3 հատ էր, այն մյուսից 2 հատ էր։ Այսինքն այսպիսի խախտումներ այո լինում են։ Իսկ ինչ բացատրություն տվեցին, դա հանձնաժողովի անդամա չէ՞։ Հանձնաժողովի անդամը շատ վրդովեց, վիրավորական խոսքերով խոսեց, զուգահեռ խոսակցությունների ընթացքում վստահված անձի ներկայացուցիչը հայտարարեց, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ դուք ինձ չեք լսում իմ հորդորներին, շարունակում եք նույն կերպ վարվել եւ նույն կերպ խաթարել աշխատանքը, որից հետո մենք արդեն ստիպված եղանք հանձնաժողովի նախագահին արձանագրություն պահանջեցինք կազմել եւ տվյալ գործի վերաբերյալ, միջադեպի վերաբերյալ ոստիկանության մարմիններին հաղորդեցինք եւ արձանագրություն կազմեցինք։ Իսկ անդամը հեռացվեց, նա ով որ այդպես քվեաթերթիկները պակաս բռնել։ Տվյալ պահին անդամը չի հեռացվել, ես այդ հարցը բարձրացրել եմ եւ խնդրել եմ, որպեսզի այդ անձին փոխարինեն եւ նա այլևս չի կարող այնտեղ աշխատել։ Ինձ վստահեցրեցին, որ դրա մասով կանդրադառնան, տվյալ պահին տեղյակ չեմ հիմա հեռացվել է թե ոչ։ Իսկ միջադեպը կարծես թե բավական լարված իրավիճակ էր ներսում, միջադեպը տեղի ունեցել կոնկրետ անդամով, հա, պայմանավորված, թե եղել են վստահված անձինք կոնկրետ կուսակցությունների, որոնք վեճի մեջ են, հա, բռնկվել։ Կոնկրետ ուժեղ Հայաստան կուսակցության վստահված անձի բոլոր պահանջներին, որոնք ուղղված են անաչառ աշխատելու, կողմնակալություն չանելուն, արձագանքում են կոպիտ ձևով, բարձր տոնայնությամբ ու դժգոհունակ վերաբերմունքով։ Իհարկե ոստիկանների ներկայությունն էլ որոշակի առումով չէր զսպում դա, որ մի քիչ հետո շատացան ոստիկանների աշխատակիցները, որոշակի առումով զսպվեցին, հանդարտվեցին եւ փորձեցին գործողություններ եւ բացատրություններ ստանալ ոստիկանության աշխատակիցները, այդ դեպքում արդեն որոշակի առումով այո, հանդարտվեցին։ Պարոն Մայլյան, դուք անդրադարձաք ըստ էության այսպես ակնառու, հա, առերևույթ խոշոր խախտումներին, որոնք այսօր տեղի են ունեցել, իսկ ընդհանուր առմամբ ինչ խախտումներ եք արձանագրել եւ արդյոք բոլորը արձանագրվել են ներսում նաեւ եւ հաղորդումներ որոնցով են ներկայացվել, թե միայն այս դեպքով են ներկայացվել հանցագործության մասին հաղորդում։ Ինձ առնչվող բոլոր իրավախախտումների մասով ես փորձել եմ շուտ արձագանքել եւ միջոցներ ձեռնարկել։ Մնացած միջոցառումների կամ այսպես ասեմ խախտումների մասով տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ արձանագրվել են, կարծում եմ։ Իսկ եթե չեն արձանագրվել, դա կլինի շատ նվազ կարևորություն ունեցող հանգամանքներ, որոնք կոնկրետ ասեմ, որոշ այդ քվեաթերթիկների մեկի պակաս, մեկի ավել լինելու հանգամանքը, մեկը քվեարկելա, մյուսը ուղեկցում է, ասում է իմ տատիկն է չի կարողանում, այսպիսի իհարկե խախտումներ են, բայց մարդկային տեսանկյունով որևէ այդպես խիստ արձագանք չկա, քանի որ օգնելու, այլ ոչ թե հորդորելու, ուղղորդելու գործողություններ են։ Մեկ հարց էլ ինչով եք հա պայմանավորվում այն հանգամանքը, որ հենց երրորդ համարի
եթե քարոզություն չի համարվի իհարկե, հենց երրորդ համարի կուսակցության քվեաթերթիկն են չեն հանձնել, հա, ընտրողներին ինչ որ դիտավորություն է տեղ տեսնում եք։ Ես եւս զերծ կմնամ այս պահին որևէ գնահատական տալու, բայց տեսեք ինչ է ստացվում։ Անձը վերցնում է փաթեթը, ամբողջ փաթեթը իրեն տրամադրված ծրարի հետ, գնում է քվեարկության եւ ման է գալիս իրեն ցանկալի համարը եւ այնտեղ չի գտնում։ Նա վախենում է արձագանքել դրա մասին եւ երկրորդը, եթե արձագանքի դրա մասին, ապա քվեարկության գաղտնիությունն է, գաղտնիության մասին օրենքն է խախտվում եւ ինչ է տեղի ունենում, որ անձը տվյալ պահին կորցրեց իր գաղտնիության պայմաններում իր քվեարկության մասնակից լինելը։ Այսինքն անձը էլ չի դառնում գաղտնի քվեարկությամբ քվեարկած անձ, այլ դառնում է բացահայտ։ Այսինքն տեսնում են ով դիտավորյալ տեխնիկական հանգամանքներ է ստեղծվում անձանց որևէ չափով զսպաշապիկ ստեղծելու եւ անձը վախի մթնոլորտի տակ ընտրությամբ գնալուց ստիպված ընտրի այն նրան, որը որ արդեն կա, բայց ոչ թե այն, որը որ պետքա լինի։ Սա ես ասում եմ այս մասով, բայց գնահատական չեմ տալիս, գնահատականները կտան իրավապահ մարմինները։